Ղուկաս ավետարանիչը Տեր Հիսուս Քրիստոսի մկրտության և ազգաբանության դրվագից հետո մեզ ներկայացնում է շատ խորհրդավոր մի պատկեր, որը պատմում է Հիսուս Քրիստոսի անապատի փորձության մասին։ Մյուս երկու ավետարանիչները ևս Մատթեոսն ու Մարկոսը պատմում են այս մասին։ Մարկոսը անշուշտ շատ կարճ երկու տողով ընդամենը ասվելով, որ Սուրբ Հոգուց տարվեց դեպի անապատ փորձվելու և գազանների հետ էր և հրեշտակները ծառայում էին իրեն, իսկ Մատթեոսը ավելի երկար է պատմում մի տարբերությամբ միայն, որ փորձությունների հերթականությունն է փոխված, այս մասին քիչ հետո կխոսենք, բայց մկրտությունից անմիջապես հետո փորձության դրվագը մեզ ներկայացնելը շատ կարևոր խորհուրդ ունի իր մեջ։ 4 գլխի առաջին համարից սկսած Ղուկասի ավետարանի մենք կարդում ենք հետևյալի մասին։ Ղուկասն ասում է, որ և Հիսուսը Սուրբ Հոգով լի վերադարձավ Հորդանանից և հոգով առաջնորդվեց դեպի անապատ փորձվելու սատանայից։ Եվ 40 օրեր փորձվեց սատանայից, չկերավ ու չխմեց այդ օրերին, մինչև որ 40 օրերը լրացան և ապա քաղց զգաց։ Առաջին այս համարների մեջ արդեն իսկ Ղուկասը մեզ ներկայացնում է անապատի դրվագը և մի իրականություն, որ այսօր էլ շատ կարևոր հոգևոր խորհուրդ ունի մեզ փոխանցելու։ Տեսեք, մկրտության դեպքը փառավոր հզոր մի իրադարձություն էր, որ ամբողջ աշխարհին և բուն մկրտության ժամանակ այդտեղ ներկա եղող բոլոր մարդկանց ներկայացնում էր Հիսուսին որպես Աստծո որդի, որովհետև այդ խոսքը, որ երկնքից հնչում էր մկրտության պահին Տեր Հիսուս Քրիստոսի, որով ասվում էր Հայր Աստված երկնքից ասում էր դու ես իմ սիրելի որդին, որ ունես իմ ամբողջ բարեհաճությունը, անկախ այն հանգամանքից, որ համատեսներից մեկն ասում է դու ես իմ սիրելի որդին, մյուսն ասում է դա է իմ սիրելի որդին, բայց փաստ է մի բան, այս սիրելի որդի լինելու, Մեսիա լինելու, Աստուծո որդի լինելու հանգամանքը, որ բարձրաձայնվում է, այս հռչակումը ոչ թե Տեր Հիսուս Քրիստոսի համար էր, Հիսուս ինքը գիտեր, թե ինքնով է և ինչ առաքելությամբ եկել է, այլ իրեն շրջապատող մարդկանց և նաև մեզ համար էր այս հռչակումը։ Եվ ահա այսպիսի փառավոր հզոր մի իրադարձությունից, աշխարհացունց, այսպես կարող ենք ասել, մի իրադարձությունից հետո, որտեղ Քրիստոս ներկայացվում է որպես Աստուծո որդի, որպես բարձրյալի բարեհաճություն ունեցող մեկը, ոչ թե խաղաղ, հանգիստ և փառավոր կյանք է սպասվում Հիսուսին, այլ անմիջապես 40-օրյա փորձություն անապատում։ Եվ սա կարևոր խորհուրդ ունի, ինչպես որ քիչ առաջ ասացի, կարևոր խորհուրդ ունի, որովհետև այսօր էլ շատ շատերը իմ հոգևոր եղբայրներից էլ կարող են վկայել, որ գալիս են մկրտության այն մտքով, այն սպասումով, որ իրենց կյանքի դժվարությունները պիտի վերանան այլևս, երբ որ կան մկրտվելու անհաջողությունները պիտի դադարեն, դժվարություններ, նեղություններ, փորձանքներ, ամեն բան պիտի շտկվի եւ խաղաղ, բախտավոր ու երջանիկ կյանքով պիտի ապրեն։ Այո, մենք էլ հաճախ ականատեսն ենք եղել մկրտությամբ տեղի ունեցած հրաշքների, անբուժելի հիվանդության, բժշկման, ամենատարբեր, բայց սրանք բացառիկ դեպքեր են եւ մկրտությունից հետո է իրականում, որ սկսում է քրիստոնեայի փորձությունը եւ այդ փորձությունները հաճախ չի, որ ֆիզիկապես են դրսևորվում, այլ ավելի հոգեվոր բնույթ ունեն։ Ուրեմն Տեր Հիսուս Քրիստոս մկրտությունից անմիջապես հետո չգնաց փառավոր եւ հանգիստ կյանքի, գնաց փորձության։ Եվ այս փորձությունը Գալիլեայում իր քարոզչության նախադուռն է։ Այս փորձությունից հետո է, որ սկսելու է քարոզել ժողովարաններում եւ մյուս հաղորդման մեջ մենք արդեն տեսնելու ենք Տեր Հիսուս Քրիստոսին ժողովարանում, Նազարեթի ժողովարանում քարոզելիս։ Անապատի դրվագը հրեա ժողովրդի կյանքի մեջ շատ կարևոր տեղ ու խորհրդանիշ ունի։ Անապատում էր 40 տարի շարունակ հրեա ժողովուրդը դեգերումների մեջ, տարերային կերպով ժամանակ առ ժամանակ Աստծուց հեռանալով եւ Աստծուն մոտենալով, անապատում էր 40 օրեր շարունակ Սինա լեռան վրա ճգնության եւ աղոթքի մեջ Մովսես մարգարեն, որ ապա ստացավ 10 պատվիրանները։ Անապատային ճանապարհով անցնելու առիթ ուներ Եղիա մարգարեն, բազում մարգարեներ 5 տակարանի, բայց 40 թիվը կարծես թե խորհրդանշական է ամբողջությամբ պատրաստության շրջան անցնելը խորհրդանշելու իմաստով։ Եվ այս դրվագը ընթերցելուց հետո է, որ ես իբրև հոգևորական հասկանում եմ նաև բոլոր հոգևոր հայրերի ձեռնադրությունից անմիջապես հետո 40-օրյա պահեցողության
քահանայական ձեռնադրության 40 օրյա պայուսողության ընթացքի կարևորությունն ու իմաստը, որովհետև թվում է թե նախորդիվ այս հոգևորականները պիտի պատրաստված լինեին իրենց ճգնության, պատրաստության, աղոթքով պիտի հասած լինեին ձեռնադրության եւ անմիջապես սկսեին քարոզել ու գործել, քահանայագործել, բայց ոչ, ինչպես որ Տեր Հիսուս Քրիստոս իր կյանքի ամենափառավոր դրվագներից մեկից մկրտությունից անմիջապես հետո գնաց փորձության, նույնպես նաև հոգևոր հայրերը ձեռնադրությունից անմիջապես հետո 40 օրեր փորձության շրջան են անցնում։ Ղուկասը մեզ ներկայացնում է 3 փորձություն, որոնցից առաջինը հացի մասին է, որովհետև Հիսուս քաղցած էր, գոնե առաջին ընթերցմամբ հացի մասին է, այնինչ իրականում միայն հացը չէ այստեղ, եւ այս դրվագում Հիսուսին ասում է, որ այդ քարին ասա թող հաց լինի, քիչ հետո ավելի մանրամասն կանցնենք։ Երկրորդ փորձությունը, որ ներկայացված է Ղուկասի կողմից, իշխանության տենչն է, որովհետև սատանան ցույց է տալիս բոլոր երկրների, բոլոր թագավորությունների իշխանությունն ու ասում է կտամ քեզ, եւ երրորդ փորձությունը ավելի շատ հպարտության եւ փառամոլության տիտղոսն է գրում, այսպես կարող ենք ասել, որովհետև սատանան ասում է, որ եթե Աստուծո որդի ես, քեզ ցած գցիր այս աշտարակից։ Ուրեմն 3 այս փորձությունները, որոնք ներկայացված են Ղուկաս ավետարանչի ուրեմն գրչով, սատանայի կողմից իրագործված, սրանք հավաքական ընդհանուր կերպարներ են։ Եվ բնավ այս 3-ը չէին փորձությունները, որոնց միջով Հիսուս անցել է, բազում այլ փորձություններ անապատում եղել են, բայց այս 3-ը հավաքական կերպով ներկայացնում են այն բոլոր խնդիրները, որոնցով անցնում է որևէ մարդ, որ այս աշխարհ է եկել։ Ղուկասի ավետարանի 4 գլխի 3-րդ համարից սկսած մենք կարդում ենք առաջին փորձության մասին։ Սատանան ասում է Հիսուսին, այն Հիսուսին, որ նախորդ համարում ավետարանիչն ասում է քաղց զգաց։ Եվ ուրեմն սատանան ասում է, եթե Աստուծո որդի ես, այդ քարին ասա, որ հաց լինի, որ հաց դառնա։ Որին ի պատասխան Տեր Հիսուս Քրիստոս ասում է, գրված է, միայն հացով չէ, որ մարդ կապրի, այլ Աստուծո ամեն խոսքով։ Սատանայի տված փորձությանը Տեր Հիսուս Քրիստոս պատասխանում է ոչ թե հակառակվելով սեփական դատողությամբ, ոչ թե հակառակվելով սեփական փորձառությամբ կամ իր ունեցած գաղափարներով, մտքերով, այլ բոլոր դեպքերում 3 այս փորձությունների ժամանակ էլ, որոնք ներկայացված են ավետարանչի կողմից, Քրիստոս մեջբերում է անում 5 տակարանից, մեջբերում է անում օրենքի գրքից, Հնգամատյանի վերջին գրքից է 3 մեջբերումներն էլ, որ պիտի տեսնենք։ Եվ ահա երբ որ Քրիստոս ասում է միայն հացով չէ, որ մարդ կապրի, այլ նաև Աստծո ամեն խոսքով, կամ ամեն խոսքով, որ ելնում է Աստուծո բերանից, ինչպես որ 5 տակարանում է ասվում, այս 3 մեջբերումներն էլ երկրորդում են օրինած կամ երկրորդ օրենք գրքից է։ Ուղղակիորեն այս հատվածը նաև Աստուծո խոսքով ապրելու մասին, երկրորդում են օրինած 8-րդ գլխի 3-րդ համարից է։ Հետաքրքրական է, որ 8-րդ գլխի 3-րդ համարի նախորդող համարի մեջ խոսվում է անապատի մասին։ Եվ օրենսդիրը Մովսեսը կարծես թե հիշեցնում է ժողովրդին, ասում է հիշիր այն ճանապարհը, այն ամբողջ ճանապարհը անապատի միջով, որով քեզ տարավ առաջնորդեց Աստված, քեզ չարչարեց, այնտեղ տանջեց, փորձեց, որպեսզի տեսնի թե ինչ կա քո սրտում, որպեսզի տեսնի թե պահում ես արդյոք իր պատվիրանները կամ ոչ։ Ուրեմն անապատի դրվագը հիշեցնող այս խոսքից անմիջապես հետո է, որ նաև երկրորդում օրինած գրքի 8-րդ գլխի 3-րդ համարում օրենսդիրը Մովսեսը ասում է, որ միայն հացով չի, որ մարդը կապրի, այլ Աստուծո բոլոր խոսքերով, այն խոսքերով, որ ելնում են Աստուծո բերանից։ Որտեղ դրանից առաջ նաև ասում է դուք անապատում հիշեք, որ չարչարվեցիք, փորձվեցիք, սոված էիք եւ մանանան տրվեց ձեզ, մի բան, որ ծանոթ չէր ոչ ձեզ եւ ոչ էլ ձեր հայրերին։ Ուրեմն այդ փորձությունների մեջ, եթե դուք Աստծուն չուրացաք, Աստված ձեր հանապազորյա հացի խնդիրը երկնքից անգամ լուծելու կարողությունն ուներ եւ այդպես էլ արեց։ Ուրեմն երբ որ սատանան փորձում է Տեր Հիսուս Քրիստոսին առաջնահերթ ամենապարզ ուրեմն կարիքը մատնացույց անելով, հացի խնդիրը առաջ բերելով, Տեր Հիսուս Քրիստոս պարզ ասում է, որ միայն նյութականով չի, որ մարդը ապրելու, այլ նաև հոգևորով։
այն բոլոր խոսքերով, որ Աստուծո բերանից են ելնում։ Հացը միայն կերակուրը չէ, այստեղ ներկայացված հացի խնդիրը նաև նյութական բոլոր արժեքներն են, որոնք այո կարևոր են մարդու կյանքի համար, բայց բացառիկ կարևորություն չունեն, բայց առաջնային եւ միակ կարևոր երևույթները չեն։ Այս է պատճառը, որ Քրիստոս ասում է՝ միայն դրանցով չի որ մարդ կապրի։ Երկրորդ փորձությունը, որ մեզ ներկայացնում է Ղուկաս ավետարանը, կապված է իշխանության հետ։ 5-րդ համարից սկսած կարդում ենք հետևյալի մասին. Սատանան առնում եւ տանում է Տեր Հիսուս Քրիստոսին մի բարձր լեռ, եւ ինչպես ավետարանիչն է ասում, մի վայրկյանում նրա աչքի առաջով անցկացնում է աշխարհի բոլոր թագավորությունները եւ բոլոր փառքը ցույց է տալիս ու ասում է նրան, որ այս ամբողջ իշխանությունը, սրանց ամբողջ իշխանությունն ու փառքը քեզ կտամ, որովհետեւ ինձ է հանձնված եւ ում որ կամենամ կարող եմ տալ։ Արդ եթե իմ առաջ ընկնելով ինձ երկրպագես, բոլորը քոնը կլինի։ Եվ Հիսուս այստեղ պատասխանում է սատանային, վերստին մեջ բերելով Հնգամատյանի վերջին երկրորդ օրենք գրքից 6-րդ գլխի 13-րդ համարից եւ ասում է քո Տեր Աստծուն պիտի երկրպագես եւ միայն նրան պիտի պաշտես։ Սատանայի բերած փորձությունը իշխանության իմաստով այն փորձություններից է, որ հատուկ է բոլոր մարդկանց եւ ամենահեշտ գայթակղության մեջ գցելու հնարավորություններից մեկը կա այստեղ, որովհետև այն փառքը, այն մեծ հռչակը, կարողությունը, որ կարող է ստանալ, բոլորին է գայթակղում, այսօրվա մարդուն էլ, բայց կարևոր մի խրատ հոգևոր պատգամ կա այստեղ ծածկված, որ Ղուկասը մեզ ուզում է փոխանցել։ Այդ պատգամը հետևյալի մասին է. ձրի չէր տրվելու այդ իշխանությունը, որ առանց աշխատանքի, առանց չարչարանքի, առանց խաչի ճանապարհի պիտի տրվեր, եթե Հիսուս համաձայնվեր։ Այդ իշխանությունը տրվելու էր սատանային հնազանդվելու, Աստծուց հեռանալու եւ չարին, մեղքին հնազանդվելու ճանապարհով միայն։ Սա մեզ այսօր հիշեցնում է շատ ու շատերի իշխանության մոլուցքը, ձգտումը դեպի իշխանություն ունենալ։ Եվ այստեղ միայն իշխանավորների կամ քաղաքական գործիչների մասին չի խոսքը, այլ բոլոր նրանց, ովքեր ուզում են առանց աշխատանքի, առանց ջանքի, առանց չարչարանքի հասնել իշխանության, հասնել մեծ հռչակի, կարողության, ինչը որ անկարելի է, եթե ուրեմն ճշմարիտ ճանապարհով չես ընթացել, որովհետև անմիջապես իշխանություն ստանալը, ինչպես որ Քրիստոսի անապատի փորձությունից է երևում, իր գինն ունի, եւ այդ գինը շատ անգամ չարին եւ սատանային ծառայելով է վճարվում։ Երրորդ փորձությունը, որ մեզ է ներկայացնում Ղուկաս ավետարանիչը, կարդում ենք 9-րդ համարից սկսած։ Ղուկասն ասում է, որ սատանան Տեր Հիսուս Քրիստոսին տանում է Երուսաղեմ եւ տաճարի աշտարակի վրա կանգնեցնելով դիմում է Հիսուսին ու ասում. Եթե Աստուծո որդի ես, քեզ այստեղից ցած նետիր։ Եվ ապա շարունակում է ասելով, որ գրված է եւ մեջբերում է անում Սաղմոսած գրքից։ Սատանան փորձության պահին մեջբերում է անում Սաղմոսած գրքի 91-րդ գլխի 11 եւ 12-րդ համարներից, որոնք մենք ամեն ժամերգության, ամեն երեկոյան ժամերգության ընթերցում ենք։ Հրեշտակած յուրոց պատվիրյալ է վասն քո, պահելս քեզ համենայն ճանապարհս քո։ Իր հրեշտակներին պատվիրված է քո համար, որպեսզի քեզ պահեն քո բոլոր ճանապարհներին։ Ի բազուկս յուրյանց ընկալցինս քեզ, զիմ երբեք հարցես ըսքարի զոտն քո։ Իրենց բազուկների վրա պիտի առնեն կամ իրենց ձեռքերով քեզ կբռնեն, որպեսզի ոտքդ երբեք քարին չխփես։ Ֆանտաստիկ մի դրվագ, որ ողջ նորգտակարանում միակն է եւ բացառիկն է։ Սատանան ներկայացվում է Սուրբ գրքից, Սաղմոսած գրքից, չգիտեմ արդյոք անգիր էր ասում թե ինչպես, բայց հավանաբար անգիր էր, անգիր ասող մի կերպար որպես։
Եվ ասում է, որ քո մասին է այնտեղ ասված, որովհետև այո, 91-րդ Սաղմոսի 11 եւ 12-րդ համարները Մեսիայի մասին էին, Աստուծո որդու մասին էին։ Եվ ասում է, եթե դու իսկապես Աստծո որդի ես, քեզ ցած գցիր այստեղից, որովհետև հենց քո համար է Սաղմոսած գրքում ասված, որ հրեշտակները քեզ պիտի պահեն, իրենց բազուկներով քեզ կառնեն, որ ոտքդ քարին չխփես։ Եվ այս մեջբերմանը ի պատասխան Տեր Հիսուս Քրիստոս վերստին մեջբերում է 5 տակարանի Հանգամատյանի օրենքի գրքի վերջին գրքից, երկրորդ օրենքից, այս անգամ 6-րդ գրքի 16-րդ համարից, որտեղ որ ասում է քո Տեր Աստծուն չպիտի փորձես։ Գրված է, ուրեմն Սատանան ասում է, որ գրված է, եւ վերջում Քրիստոս պատասխանում է, ասված է քո Տեր Աստծուն չպետք է փորձես։ Այսքանով ավարտվում են փորձությունները եւ երրորդ այս փորձությունը, որ իր նախաբանի մեջ կրկնությունն է, նախաբանի իմաստով կրկնությունն է առաջին փորձության հետ, որտեղ առաջին փորձության եւ երրորդ փորձության մեջ Սատանան ասում է, եթե դու Աստուծո որդի ես, ու նոր շարունակում է։ Երկրորդ փորձության մեջ այս դրվագը չկա, եթե Աստուծո որդի ես, բայց մեծ հաշվով այնտեղ էլ նույն խնդիրն էր։ Կարևոր է հասկանալ մի բարձ ճշմարտություն։ Սատանան չի փորձում Հիսուսին առաջնահերթ իբրև Մեսիայի, իբրև մեծ կարողություն ունեցող մեկի, որ կարող է հրաշքներ անել ուրիշների համար, որ կարող է այլոց աչքերը բացել, բժշկություններ անել։ Սատանան փորձում է ուղղակիորեն Տեր Հիսուս Քրիստոսի եւ Հայր Աստուծո հարաբերությունները։ Քրիստոսին փորձում է որպես Աստծո որդի։ Եվ ասում է, եթե Աստծո որդի ես, այնպես հրա հաց ունենաս ուտելու, եթե Աստծո որդի ես, ուրեմն թող բոլոր իշխանությունները քոնը լինեն, եթե Աստծո որդի ես, ցած գցիր քեզ աշտարակից, թող քեզ բռնեն, ում են փորձում։ Երրորդ փորձությունը, երբ որ ասում է, եթե Աստծո որդի ես, քեզ ցած գցիր, եւ որին ի պատասխան Քրիստոս ասում է, գրված է Աստծուն չպիտի փորձես, ասված է, որ քո Տեր Աստծուն չպիտի փորձես, ում են փորձում։ Փորձում են նրան, ում չեն վստահում։ Մեր բարձ մարդկային կյանքի մեջ նայեցեք, ում որ վստահում ես, իրեն փորձելու հարց չունես։ Բարձ աշխատանքային հարաբերությունների մեջ նայեք, ամուսնական հարաբերությունների մեջ նայեք, ընտանիքի մեջ, եղբայրներ, քույրեր, եթե նույնիսկ փորձելու առիթ եղել է ի սկզբանե ժամանակին հարաբերությունները դասավորելու սկզբում, ապա այդ փորձությունը անցնելուց հետո դու ում որ վստահում ես, մտքովդ անգամ չի անցնի, որպեսզի փորձես իրեն։ Եվ այստեղ այդ է պատճառը, որ Քրիստոս չի փորձում, եւ ասում է, գրված է, որ չպիտի փորձես քո Տեր Աստծուն։ Բայց ուրիշ կարևոր մի հանգամանք էլ կա, շատ կարևոր մի հանգամանք, որ այն գայթակղությունը, որ շատերս ունենում ենք, մեր ով լինելով, տարբեր տեղերում ծանոթություններ ունենալով, ինչ որ դիրքի հասած լինելով, նվիրապետական աստիճան կլինի քահանայություն, քաղաքական իշխանության մեջ կլինի, ինչ որ բիզնեսի մեջ կլինի, որևէ կազմակերպության, ընկերության աստիճանակարգում ինչ որ տեղ զբաղեցնելով, մենք երբեմն այդ մեր ունեցած դիրքը եւ հանգամանքը ուզում ենք ցույց տալ ուրիշներին եւ ցույց տալ, թե ով ենք մենք, ինչպիսի կարողություն ունենք մենք։ Նույնիսկ ամենափոքր կարողություն ունենալու դեպքում այսպես է, խոստովանեք, որ այդպես է։ Եվ Քրիստոս չունի այս գայթակղությունը, եւ ասում է, որ պետք չկա փորձելու։ Եթե ունեմ այդ ճանաչումը, եթե ունեմ այդ հարգանքը, իսկ Քրիստոսի պարագային, եթե ունեմ Աստուծո որդի լինելու տիտղոսը, եւ հրեշտակները ինձ պիտի ծառայեն եւ ինձ իրենց ձեռքերի վրա պիտի առնեն, որ ոտքս քարին չդիպչի, ուրեմն այդպես է, կարիք չկա ապացուցելու, կարիք չկա Աստծուն փորձելու։ Սա նաև նույն դրվագն է, նույն այն նմանությունն է, որ շատ-շատերից այսօր ես լսում եմ, հատկապես դժվարության մեջ գտնվող մարդկանցից, ովքեր ասում են, եթե Աստված կա իմ կյանքում, ուրեմն թող այսպես լինի։ Շատերի եմ հանդիպել, որ կյանքի դժվարության, նեղության պահին, երբ որ իրենց ուզածով, իրենց պատկերացրածով, իրենց երազանքով չի ստացվել, ասում են, որ մենք խռովեցինք Աստծուց, որովհետև չեղավ մեր ուզածը։ Երբեմն բառացիորեն եմ լսել, որ մայրը, եղբայրը, ընկերը, որևէ մեկի իր սիրելի մարդու համար, իր կյանքի որևէ դրվագի համար ասում է, եթե Աստված կա, ուրեմն թող այսպես լինի։ Ուրեմն բոլոր այս դեպքերում մենք սատանայի բերած երրորդ փորձության
պարտությունն ենք կնքում։ Պարտվում ենք երրորդ փորձության մեջ։ Եթե կա, ոչ, եթե կայի հարց չէ։ Եթե Աստուծո կամքն է, ուրեմն թող լինի։ Եթե Աստուծո կամքն է, որ ես չհաջողեմ այսինչ կամ այնինչ գործի մեջ, կամ իմ կյանքը իմ ուզած ձևով չդասավորվի, փառք Տիրոջ, պետք չկա փորձել։ Ուրեմն Աստծուն փորձելը նաև այսպես է դրսևորվում։ Բոլոր այս փորձություններից հետո է, որ Ավետարանիչն ասում է, եւ սատանան կատարած լինելով բոլոր փորձությունները միառժամանակ հեռացավ նրանից։ Ինչու միառժամանակ, որովհետև այնպես չէ, որ այսքանով պիտի ավարտվեր փորձությունների ընթացքը, որովհետև ամեն հաղթանակ եւ ամեն նոր ձեռքբերում, հաջողություն իր հետևից բերում է նոր փորձություն։ Եվ ամենամեծ փորձությունը պիտի գար Գեթսեմանի պարտեզում, որտեղ Քրիստոս պիտի ընդուներ Աստուծո կամքը, չարչարանած բաժակը ցմրուր մինչև վերջ ըմպելու համար։ Այս է ուրեմն փորձությունների ընթացքը, որ ներկայացնում է Ղուկաս ավետարանիչը, որոնք մեր կյանքում եւս չպիտի լինի այնպիսի պահ, երբ որ ասենք, որ այլևս ավարտվեցին։ Ուրեմն այլևս ավարտվում են փորձությունները այն ժամանակ, երբ որ մենք հրաժեշտ ենք տալիս մեր կյանքին։ Որքան ժամանակ որ շարունակում է մեր սիրտը բաբախել եւ որքան ժամանակ շարունակում ենք ապրել այս աշխարհի վրա, այդքան ժամանակ հատկապես յուրաքանչյուր հաջողության, հաղթանակի, ձեռքբերումի իբրև շարունակություն վրա են հասնելու փորձությունները, որոնց պիտի կարողանանք դիմակայել Աստուծո զորությամբ։